Բարի երեկո։ Լուրերի հետքերով ամփոփում է շաբաթը։ Մեր հեռուստադիտողի համար առանձնացրել ենք ամենակարևորն ու բացառիկը։ Կոստանդին Զատուլինը կարծում է, որ 4-րդ հանրապետության մասին խոսակցություններով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ փաթեթավորում է փնտրում իր ներքին եւ արտաքին քաղաքական ձախողված գործողությունների համար։ Իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ Զատուլինի, ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրության փոփոխությունն անցկացնելու փորձ, որին ըստ հարցումների դեմ է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Gallup International ասոցիացիայի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 58%-ը չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով, որը փոփոխությունները Բաքուն հանրապետությունների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է անվանում։ Զատուլինը նաև 4-րդ հանրապետության մասին Փաշինյանի հայտարարությունները կապել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև Հայաստանի տարածքով անցնող եւ ԱՄՆ-ի կառավարմանը հանձնված միջանցք ստեղծելու ծրագրերի հետ։ Ամերիկացիների մուտք հայցգայուն տարածք այդ ապագա միջանցքի շահագործման համար նշանակում է նրանց մոտենալ Իրանին, որի դեմ շարունակում են խաղալ, ընդ որում ոչ միայն ամերիկացիները, այլ իսրայելցիները, նշել է Պետդումայի падգամավոր Զատուլինը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Բարաշինում բռնկված հրդեհը համարում է դիտավորություն։ Նա դիմել է ազգային անվտանգության ծառայությանը դեպքը պարզելու համար։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ, հայտարարել է Ավինյանը, նշելով, որ խստացվել է աղբավայրի տարածքի մուտքը ու ելքը։ Հիշեցնենք, Նուբարաշինի աղբավայրում կրկին խոշոր հրդեհ էր բռնկվել։ Նուբարաշինի վառվող աղբավայրի ծուխը պատել է Երևանը վաղ առավոտից։ Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցությունից էլ ահազանգում են։ Նուբարաշինի աղբավայրը, որտեղ առնվազն 9 միլիոն տոնն աղբ է կուտակված, բնապահպանական մեծ սպառնալիք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։ Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ եւ պատճառ դառնում մշտական բռնկումների։ Իսկ թափոնների մեծ մաս ինքնայրման ու թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։ Նուբարաշինում եւ Էրեբունիում արված հարցումները ցույց են տալիս, որ փոքրերի եւ տարեցների շրջանում գրանցվում է ալերգիայով տառապողների թվի աճ, որպես պատճառ մասնագետները նշում են, Երևանում էկոլոգիական վատթարացող վիճակը պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Նուբարաշինի աղբավայրով։ Դոկ կուսակցության լրատվական բաժինը հայտարարություն է տարածել։ Մանիպուլյատիվ լրատվամիջոցները կրկին անցել են իրենց գործին, հերթական անգամ փորձելով թելադրել հանրային կարծիք։ Նրանք հայտարարում են, թե իբր բոլոր քաղաքական ուժերը արդեն հայտնել են առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին, բայց միտումնավոր շրջանցում են Վարդան Ղուկասյանի եւ Դոկ կուսակցության անունները։ Ուստի հատուկ պատվերով մտածողների համար կրկին հստակ հայտարարում ենք. մենք մասնակցելու ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նշենք, որ Դոկ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մարտական է տրամադրված եւ գնալու է մինչեւ վերջ։ Հենրիխ Մխիթարյանի եւ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները Մանչեսթեր Յունայթեդում գրեթե առասպելական են դարձել։ Նրանց ճանապարհները խաչվեցին 2 անգամ եւ 2 դեպքում էլ բոլորովին տարբեր սցենարներով։ Լարվածության մասին պարզ էր, բայց հայ կիսապաշտպանի նոր լույս տեսած ինքնակենսագրականը ցույց է տալիս, թե որքան կտրուկ էր իրավիճակը Մյուում։ Ամենազարմանալին այն է, որ Մոուրինյոն եւ Մխիթարյանը հետագայում նորից հանդիպեցին Ռոմայում։ Չնայած անցյալի կոնֆլիկտներին նրանք կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները եւ նույնիսկ միասին նվաճեցին կոնֆերենցիաների լիգայի գավաթը, Ռոմայի պատմության մեջ առաջին եվրոպական տիտղոսը։ Իսկապես, հատուկ հարաբերություններ են նրանց միջև։ ԱՊՀ-ի ղեկավարները Դուշանբեում հանդիպում են անցկացրել։ Այն խաղաղ չի անցել։ Կրկին ծաղրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով դիմել է Ալիևին եւ Փաշինյանին։ Իլհամ Հեյդարովիչ, չէ՞ որ դուք անհանգստանում եք, որ Փաշինյանը չի գա։ Իսկ ես ասում էի, Նիկոլ Վովայևիչը առանց մեզ ոչ միտեղ չի գնա։ Դրանի պատասխան Փաշինյանը անմիջապես հակադարձել է. Իհարկե, ոչ միտեղ չեմ գնա։ Ադրբեջանի նախագահ Փաշինյանի ներկայությամբ նաև ԱՊՀ երկրների ղեկավարության ժամանակ խոսել է այսպես կոչված օկուպացիայից Բերձորը ազատագրելու մասին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարներին խնդրել է աջակցել Լաչինը 2025 թվականին ԱՊՀ մշակութային քաղաք հռչակելու գաղափարին։ Ասում են Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում ջերմ զրուցել են։ Հիշեցնենք, Փաշինյանի Ալիևի հետ առաջին հանդիպումն էր իդեպ Դուշանբեում անցկացվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը եւ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են խաղաղության ուղղությամբ առաջընթացը։ Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Ուղիղ 5 տարի առաջ այս նույն օրը 2020 թվականին հակառակորդը հարձակվեց Խուրհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ նորակոչիկներ։ Ըստ վկայությունների Իշխան Վահանյանը իջել է սարից, ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան, գնացել իր հետ տանելով նաև կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում։
դանակահարության հետևանքով զոհ կա։ Ժամը 13:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել եւ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Շամշյանը հայտնում է. Սպանվածի Սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր եւ այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ ակնթարթներ հաղթանակի պատմությունից։ Դիտենք եւ վերապրենք մեր անցյալը։ Llama. Espera atrás. Dame garras aquí. Mira esta la cabeza. Cuando se te acaba le voy a capi. Dame con solo. Давай, все gira, pues ata. Давай, pues gira. Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով։